Զենֆիրայի երգի տակ Հայաստանի վարչապետի տխրելը տեսնելու շանսը փոքր է, բայց կա։ Թրամփը էլի Ալբանիա կոչեց։ Զենֆիրայի մտքով կանցներ, որ մի օր Հայաստանի վարչապետը կտխրի իր երգերի տակ ու դա կդառնա թրենդ TikTok-ում։ Չեմ կարողանում հասկանալ, ինչ է կատարվում Հայաստանում։ Սպասեք, սա իրոք պաշտոնական էջն է։ Մինչ TikTok-ում փորձում են գուշակել ինչու է տխուր Հայաստանի վարչապետը, Facebook-ը հայության մի մասը ողջունում է նրան։ Փաշինյանը TikTok-յան եւ Instagram-յան նոր ռեկորդ է գրանցում։ Այս պահի դրությամբ մոտ 3 միլիոն դիտում, 300,000 լայք TikTok-ում, 10 միլիոն դիտում եւ 700,000 լայք Instagram-ում։ Հոլովակը դուրս է եկել Հայաստանի սահմաններից ու տարածվել աշխարհով մեկ։ Մոտ 50,000 մարդ կրկնօրինակել է այն։ Սա Փաշինյանի բազմաժանր երաժշտական ճաշակի մասին փաստող միակ տեսանյութը չէ։ Զենֆիրային նախորդել էին Հայկոն, Էլվինա Մակարյանը, Ստրոմայը, անգամ Արկադի Դումիկյանը։ Դե իսկ հետո սրան ավելացավ Սրտիկի ժեստը։ Սրտիկներով բարելույս ասելուց բացի Փաշինյանը սիրում է սոցցանցերի իր վարկանիշով կիսվել, կամ ինչպես բլոգերներն են ասում, ստատիստիկայով։ 53 միլիոն դիտում, 16,000 նոր հետևորդ։ Ուրիշ որ երկրի ղեկավարն է սոցցանցերում կիսվում իր հավանումների եւ հետևորդների քանակով։ Գտնել չկարողացանք։ Ամենայն հավանականությամբ այս հարցում Փաշինյանը մենակ է։ Սոցցանցային աժիոտաժի ֆոնին Փաշինյանը բացատրեց, թե որն է սրտիկներ ցույց տալու նպատակը։ Նրանք, ովքեր դարդոտված են, նրանք նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ Եթե դուք խոսում եք դարդերի մասին, Հայաստանի Հանրապետությունում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա եւ դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Կառավարությունը ես եմ։ Սոցցանցերը վերափոխեցին աշխարհը ու նաև քաղաքականությունը։ Հայտնի խոսք կա, եթե Ջոն Քենեդիի ժամանակ հեռուստացույց չլիներ, նրան դժվար ընտրեին։ Նույնն էլ հիմա է։ Ամերիկայից մինչև Ուկրաինա սոցցանցերով երկիր կառավարողների պակաս չկա։ Գիտենք մի քանի տեսանյութ Սպիտակ տան պաշտոնական էջից։ Ժամանակին Թուրքիայի նախագահ Էրդողանն էր փորձում սանձել Լիբանանում նվեր ստացած նժույգը։ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էր սիրում բազմազան ժանրերում ծափերի տեսքով լայքեր հավաքել, ցուցադրելով հեծանիվ վարելիս դիպուկ կրակելու հմտությունը։ Սպորտային մեքենայով սրընթաց պտույտներ գործում հրդեհված գազահորի շուրջ։ Կամ երկծոնում իր նժույգին։ Իսկ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման ժամանակ կախվեց զիփլայնից եւ մնաց օդում։ Նոր Զելանդիայի վարչապետն է Քրիստոֆ Լյուքսոնը։ Զելանդական լեռներում Պավլովա է ուտում, հետո կիսվում իր մաշկի խնամքի գաղտնիքներով։ Մեդիահոգեբանն ասում է, մեր օրերում տեսանյութը որքան հումորային լինի ու ապշեցուցիչ, դիտումները եւ հավանումները այդքան շատ կլինեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք նորարարություններին կողմ չեն գնում եւ շարունակում են մնալ ավանդական մեդիայի տիրույթում, շատ ավելի քիչ հասանելիություն են ունենում հատկապես վերջին սերնդի ներկայացուցիչներին, որովհետեւ իրենց պարզապես չեն դիտում եւ իրենց մասին հազվադեպ են իմանում։ Ֆենոմենը հասկանալու համար եկեք նայենք թվերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2020-ի նախագահական ընտրություններին 158.9 միլիոն մարդ է մասնակցել։ Սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։ Ջենզին այդ ռեկորդում մեծ դերակատարում ունի։ Այժմ քաղաքական գործիչները այսպես փորձում են Ջենզիի սրտերը գրավել, փորձելով դառնալ մեզնից մեկը։ Հակառակ դեպքում նրանց մասին շատերս չէինք էլ իմանա։ Տեխասի կոնգրեսական Բետո Օռուրկը ատոմնաբույժի մոտ է։ 2020-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Էնդրյու Յանգն էլ դահլիճ է մտնում սկեյթբորդով։ Առաջին բաղադրիչը տարբերվելու համար կոտրել բոլոր այն կարծրատիպերը, որոնք ընդունված են, այսինքն քայլել քարացած նորմատիվների վրայով, անել բաներ, որոնք հանրույթը քեզնից չէր սպասում։ Դրանք կլինեն հումորային կոնտենտի տեսքով, կլինի հասարակության կարծրատիպերը կոտրելու տեսքով, թե առհասարակ քո կերպարը որևէ X բաղադրիչով կոտրելու միջոցով։ They are a drug manufacturing machine, Colombia. Իսկ որ քաղաքական գործիչներն են մերժում ավանդական լրատվամիջոցները, ինչը պոպուլիզմը գրքի հեղինակ Յան Վերներ Մյուլլերը ասում է, սոցցանցերում ակտիվ լինելով քաղաքական գործիչները ուզում են ավելի մոտ լինել իրենց հետևորդներին։
Ու զարմանալու ոչինչ չկա։ Այսօր աշխարհում սոցցանցերով ոչ միայն երկիր են ղեկավարում, այլև պատերազմ վարում։ Սա մի աշխարհ է, որտեղ հաղթում է նախ ձևը, ապա բովանդակությունը, նախ սրտիկները, հետո հանուն երկրի արված քայլերը։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Լևոն Ոսկանյան, Open Media։